Իսկանդարյան, քանի որ հարցը շարունակություն է, դուք նշեցիք հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների անունները, որոնք այս իշխանության կողմից բավականաչափ թիրախավորված են, մտավախություններ չունեք, որ այդ թիրախավորումները նաեւ դեսպողվեն։ Մենք առաջին իսկ օրվանից ունեցել ենք այդ մտավախությունը եւ ասեմ, որ իշխանությունը ամեն կերպ փորձել է խոչընդոտել եւ վազնական դուք գիտեք որոշ խնդիրների մասին, որոնց առաջ ես կանգնել եմ, բայց սա միայն մոտիվացիա է տալու եւ որևէ կերպ չի խոչընդոտելու, որպեսզի մենք մեր հետագա գործառույթները շարունակենք։ Իմ հարցը վերաբերում է արցախցիների բնակարանային խնդրին, նշանակում դեպքը, որ Eco Project ընկերության կողմից խաբեության դեպքեր գրանցվել, եւ ուզում եմ հասկանալ դատական գործ հարուցվել է թե ոչ, ինչ ընթացքի մեջ է դատական գործը եւ քանի արցախցի է դուրս։ Շնորհակալություն հարցի համար, ուրեմն ասեմ, որ փաստաբանի հետ խոսել եմ եւ ասեց, որ 5-րդ դեպքն է տվյալ կազմակերպության մասով, որ խաբեությամբ արցախցիներից գումարներ են շորթում եւ բնակարաններ ինչ-ինչ պատճառներով չեն տրամադրում։ Փաստաբանը նշեց, որ գործը վարույթ է ստացել, սպասում ենք դատական վճռին։ Իսկ ինչ-որ միջոցառումներ կարող են ձեռնարկվել նման դեպքերը կանխելու համար, որովհետեւ ակնհայտ է դժվար է քաղաքը։ Դա Հայաստանի իրավապահ մարմինների գործառույթների շրջանակներում է եւ կարծում եմ այս ֆորմատը եւս կարող է լրացուցիչ նպաստել, որպեսզի աչալուրջ լինեն եւ նմանատիպ դեպքերը կանխվեն։ Եվ նաև թիրախավորվելու մասով շարունակություն նախորդ անգամներ երբ որ տեղի էին ունենում բողոքի ակցիաները կամ նույն դրանը երբ ազատության հրապարակում տեղադրված էր, իշխանության ներկայացուցիչները նշում էին, որ արցախցիների հույզերի հետ եք խաղում եւ հիմա էլ քանի որ նշեցիք, որ նպատակը նաև այն է, որ կանխեք արտագաղթը, ցույց տալով արցախցիների լույս գալը Հայաստան Հանրապետությունից, սա էլ են շահարկելու, որ այդուհանդերձ դուք փորձելու եք արցախցիների բարերով հետագա պարագայում ստեղծել բողոքի ակցիաներին իրենց ներգրավվածությունն ապահովելու համար։ Դուք ձեր հարցում արդեն պատասխան տվեցիք եւ ակնհայտ է, որ օրվա իշխանությունները ամեն ինչ անելու են կարճած մնալու իրենց աթոռից։ Մեր հետ հանդիպումներ չեն լինում եւ ինչ ստանձնել են պետնախարարի պարտականությունը, զանգերից եւս չեն պատասխանում։ Եթե առիթ ունենաք նույն կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեք ուղղակի, ասեք 1, 2 եւ 3 անդամներից բաղկացած ընտանիքները ձեր բնակարանային ծրագրով որտեղից կարող են տուն ձեռք բերել։ Տեսեք պատասխան ունեն, հնարավոր է արդյոք Երևանում չեմ ասում, հարակից քաղաքներում, Աբովյանում 12 կամ 9 կամ 6 կամ 3 միլիոնով բնակարան ձեռք բերել։ Կա այսօր այդպիսի բնակարան, ես ամենայն դեպս չեմ հանդիպել։ Ներողություն, բայց կառավարության նիստերի ժամանակ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարը միշտ այն մասով խոսում, որ հիմնականում նպատակաուղղվածություն կա դեպի սահմանամերձ համայնքներ արցախցիների եւ ընդհանրապես բնակչությանը տեղաբաշխելու եւ բավականին լավ ծրագրեր են ներկայացնում, այդ բնական ինչի պիտի բոլորը Երևանում ապրեն։ Արդյոք բարոյական եք համարում արցախցիները տեսել են բլոկադա, տեսել են պատերազմ եւ հայտնվելով այստեղ եւս մեկ անգամ ուղղակի այդ մարդկանց տանել սահմանամերձ գոտիներ։ Սա մի կողմ դնենք, մենք գիտենք, որ աշխատաշուկան բաշխված է Երևանում եւ հարակից Արբանյա քաղաքներում։ Այսօր տեսնում ենք սահմանամերձ գյուղերում ինչպիսի արտագաղթ է տեղի ունենում։ Ինչ եք կարծում, երբ որ արցախցիները տուն են ձեռք բերում պայմանական սահմանամերձ մի գյուղում եւ այդ գյուղի բնակիչը արտագաղթում է, որևէ հավելյալ արժեք մենք ստեղծում ենք, թե ոչ։ Իհարկե ոչ։ Եթե ռազմավարական տեսանկյունից նայենք, որևէ հավելյալ արժեք մենք չենք ստեղծում։ Մենք առաջարկել ենք այլ լուծումներ, որը որ
խելացի դեմքերով ընդունել են եւ ասել են, որ կքննարկենք, բայց մնացել են նորից եմ ասում քննարկման մակարդակում։ Իսկ ներողություն, որ ասացիք ձեր զանգերին չեն պատասխանում, կոնկրետ կառավարության ո՞ր ներկայացուցիչներ եք կապ հաստատել, որ չի պատասխան, քանի որ հնարավորություն ունենք իրենց դիմելու եւ Շատ լավ։ Ուրեմն մենք հանդիպումներ ենք ունեցել հիմնականում սոցիալնախարարության փոխնախարարի հետ, հանդիպումներ ենք ունեցել փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ։ Նշված անձիկ որևէ կերպ չեն արձագանքում եւ կան խնդիրներ, որոնք որ լուծումներ են պահանջում։ այսինքն նորանշանակ սոցիալնախարարի հետ կապ հաստատել։ Սոցիալնախարարի հետ մենք տեսնում ենք վերջին օրերին ովքեր են կապ հաստատում, որը եւս հարցեր է առաջացնում։ Առաջիկայում կփորձենք ուրեմն նամակով դիմել իրենց նորանշանակ նախարարին, տեսնենք ինչպիսի արձագանք կունենա։ Հետո գումարների Բաշխվածության մասով, ուրեմն բարեգործական հիմնադրամի նպատակը առաջին հերթին թիրախային խմբերն են, հանդիսանում են զոհվածների ընտանիքները, առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձիկ, ինչպես նաեւ պայթունից տուժված անհատները, իհարկե եթե ֆինանսական հնարավորություն լինի, այլ շահառուներ եւս կընդգրկվեն, բայց հիմնականը զոհվածների ընտանիքներն են։ Ես մի հարց եմ հատամ, տեսնում ենք ովքեր են հանդիպում եւ այլն, ես կոնկրետ անուն հնչեցնեմ Լիանա Պետրոսյան, որը հիմնականում արցախցիների անունից կարողանում է հանդիպումներ ունենալ, չգիտեմ ինչ են քննարկում, քանի որ այդքան են ներկայացված չի բովանդակությունը քննարկումների, կխնդրեմ դուք ասեք, ով է Լիանա Պետրոսյանը, արդյոք ինքը մանդատ ունի կամ արցախցիների կողմից է ինքը լիազորված, որ ներկայացնի արցախցիների խնդիրները, բարձրաձայնի եւ լուծումներ պահանջի, իրեն շատ ենք տեսնում, հա, իշխանական շրջանակների հետ։ Մեկնաբանություններ տվյալ տիկնոժմասով չեմ տա, բայց այն, որ հարցեր է առաջացնում, ինչպես են այդ հանդիպումները տեղի ունենում ոչ միայն նախարարների հետ, այլև այստեղ ուրեմն դեսպանատնի ներկայացուցիչների հետ, առաջիկայում հանդիպման առաջարկ կանեմ տվյալ տիկնոջ հետ, որից հետո պարզ կլինի մնացած ինչպես է կազմակերպում, եթե առիթ լինի կբարձրաձայնեմ։ Դուք չեք լիազորվել։ Իհարկե, ինչպես։ Որովհետև ճիշտ չեմ համարում։ Նախ պետք է հասկանալ, ինչպես է տեղի ունենում, ունեմ կարծիք, բայց այս պահին չեմ բարձրաձայնի։ Արցախցիները շատ լավ հասկանում են եւ մեզ համար գոնե ակնհայտ է, բայց նախընտրում եմ հանդիպել, որից հետո եթե կարիք լինի տիկին ուրեմն Facebook-յան էջում կհրապարակի։ Մինչև այս պահը չեք հանդիպել։ Ես որևէ անգամ Լիանա Պետրոսյանի հետ հանդիպում չեմ ունեցել, ասեմ, որ մարտի 29-ի հանրահավաքի ժամանակ խորհրդի կազմով հրավիրել ենք եւ չի համաձայնել մեզ հետ հանդիպել։ Կարծում եմ պատճառների մասին պետք է իրեն հարցնել։